ավարտվել է ուրեմն 25 թվականի հոկտեմբերի 20-ի Գյումրու թեմը տեղի ունեցող այդ անկարգությունների եւ այլնի վերաբերյալ եւս 7-ի վերաբերյալ քննությունը Համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական ծառայողական դիրքը, լիազորությունները կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի եւ համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզի տնօրեններին եւ հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները եւ անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան եւ այլն եւ այլն։ Շնորհավորում եմ ժողովուրդ ջան, շնորհավորում եմ այս կապակցությամբ, ինչ ասեմ, սա տևելու է այնքան ժամանակ, մինչև բոլոր ծառայողները հասկանան իրենց գործը որն է։ Կամ եթե սրտանց ուզում եք, որ համայնքապատկան ինչ է, հիմնարկները չաշխատեն, այդ պահին հրաժարականի թիմում եք գրում, աշխատանքից ազատման թիմում ասենք, 2 րոպե է տևում։ Հետո գնում եք, սկսում եք զանգել։ Զանգում եք, ասում եք, ես ինչ բաժնի պետն եմ, բաժնի պետի պաշտոնակատարն էի, հարգելի մանկապարտեզի տնօրեն, հրաժարվել եմ գործիցս, ցավը տանեմ, հա, փակեմ մանկապարտեզը, երեխանց ծնողներին զանգեք տանեն տուն եւ այլն։ Հա, ու հետո նոր հանգիստ գնացեք ձեր խղճով, արդեն չեք լինի, էլի, լիազորությունները չարաշահած։ Սովորեցնում եմ, էլի, բայց այդտեղ պարզ է, չէ, արդեն եթե զանգեք, ասեք, ես էլ բաժնի պետը չեմ, Էպտի ասեն դու իմ ինչն ես, որ զանգել ես, ասում ես, բաժնի պետ ես, մի քիչ ենթարկվում ենք, էլի, վախենում ենք, սարսափում ենք, ահաբեկվում ենք, անում ենք ասածներ, կամ չենք անում, ղրգում ենք քեզ շատ հեռու Մագադանից են կողմ, հա։ Այս դեպքում բան է։ Իհարկե ես ահազանգեր ունեմ նաև այն մասին, որ այս գործով անցած տարվա հոկտեմբերի 20 Վարդան Ղուկասյան ձերբակալելու կորդեբալետը Գյումրու Վարդանանց հրապարակում, հա, անկարգություններ, քաշքշուկ իրավապահներին էս կոմենկոմ կալոս ծագել եւ այլն։ Այս գործով որոշ մանկապարտեզների տնօրենների հետ կապված ահազանգեր ունեմ, որ քննիչները ոնց որ թե վկա հրավիրելու հարցով այնքան էլ հավես չունեն փաստաբանների, մեղադրյալ են, հասկացանք տնօրենները եւ որոշ աշխատակիցներ, հա, փաստաբանների միջնորդությունները, այս ինչին են ինչին վկա հրավիրել, մերժում են, ասում են չեմ հրավիրել, այսինքն դատարանի դատական փուլում արդեն ստիպված կլինեն այդ մարդկանց վկա հրավիրել, կամ էլ վերադառնալու ենք Տիկին Ավանեսյանի, ինչ էր անունը, մարդու իրավունքների կիսապաշտպանը, էլի մի խոսքով Մանասյան առողջապահության նախարարից ներողություն եմ խնդրում Անահիտ Մանասյանին բանը ասածով լինելու է ինչ որ ընտրովի արդարադատություն, հա, մենք իհարկե ուշադիր հետևում ենք այս գործերի քննությանը, այս պատմության մեջ սրբեր չկան անշուշտ, որովհետև 51 հոգի մեղադրյալ ունենք,